Ողջույն, այս հաղորդմանը կանրադառնանք երկու թեմայի։ Նախ կներկայացնենք Հայաստանի խորհրդարանական ընտրությունների եւ դրա տարբեր ասպեկտների վերաբերյալ վերջին զարգացումները։ Այնուհետև հաղորդումը կեզրափակենք Ռուբեն Վարդանյանի բաց նամակով, որը նա հղել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, վերջինիս մեղադրելով հայ գերիների իրավունքների համար պայքարելուց հրաժարվելու համար։ Այս շաբաթվա քարոզարշավի ընթացքում հիմնականում գերակշռում էր վարչապետի հետևյալ մեկնաբանության շուրջ ծավալված բանավեճը։ Եկեք դիտենք նրա հայտարարությունը։ Այդ հողը ինչով է մեր եղել։ Այնտեղ դպրոց են կառուցել, մանկապարտեզ են կառուցել, գործարան են կառուցել, ապրել ենք այնտեղ։ Բնակավայր ինչով է մեր եղել։ Որ ասում են Ղարաբաղը մերն էր, այլևս մեր չի, սուտ է դա։ Իրականությունն է, որ Հայաստանը մեր է չէր, հիմա մերն է։ Այս մեկնաբանությունների պատճառով վարչապետն իր ընդդիմախոսների խիստ քննադատությանն արժանացավ։ Նրանցից ոմանց հայտարարությունների տեսանյութերն ավելի քան 1 միլիոն դիտում ունեին։ Այդ անհաջող հայտարարության պատճառով վարչապետին հաջողվեց 30 վայրկյանում վատնել ողջ բարեհաճությունը, որ վաստակել էր ԵՄ առաջնորդների Հայաստան վերջին այցի շնորհիվ։ Անկեղծ ասած, նույնիսկ նրա կողմնակիցների մեծ մասը չէր հավատում, որ վարչապետը կարող էր նման բան ասել։ Հիմա կենտրոնանանք նախընտրական քարոզարշավի գլխավոր խնդիրներից մեկի՝ քարոզարշավի ծախսերի վրա, որը դատելով մամուլի հայտարարությունների մեծ մասից ամբողջությամբ բացահայտված է։ Այս ընտրությունների ծախսերը գերազանցում են Հայաստանում նախորդիվ անցկացված բոլոր ընտրությունների ցուցանիշները, եւ կարծում եմ, որ շատ հստակ է, որ դրանք խախտում են քարոզարշավի ծախսերի եւ նվիրատվությունների համար առկա բոլոր սահմանները։ Նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման օրենքների երկու հիմնական խախտողներն են Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան կուսակցությունը եւ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր իշխող կուսակցությունը։ Դժվար է մուտք գործել սոցցանցեր, նույնիսկ արտասահմանյան, եւ չտեսնել, որ դրանք հեղեղված են այս երկու կուսակցությունների նախընտրական գովազդներով։ Պարոն Կարապետյանի ֆինանսավորման աղբյուրները շատ հստակ են։ Նա իրականում միլիարդատեր է, ուստի ակնհայտ է, որ ինքն է ֆինանսավորում իր քարոզարշավը։ Ես լսել եմ, որ 50-ից մինչև 100 միլիոն դոլար է հատկացրել այս նպատակով։ Վարչապետի դեպքում նրա հիմնական ֆինանսավորումը ստացվում է մի քանի հին օլիգարխներից, որոնք փաստացի նրա կողմն անցան հեղափոխությունից հետո։ Ըստ լուրերի, կուսակցությունը զգալի գումար է ստանում նաև Հայաստանի խաղատնային ոլորտից։ Ի տարբերություն այս երկու կուսակցությունների, կզարմանամ, եթե մյուս բոլոր ուժերի մեծ մասը նույնիսկ 1 միլիոն դոլարից ավել ծախսեն։ Ամենայն հավանականությամբ կունենանք իրավիճակ, երբ այս երկու առաջատար կուսակցությունների ծախսերը մյուսների ծախսերը կգերազանցեն առնվազն 20 կամ 30 անգամ։ Միանգամայն հավանական է, որ այս ընտրությունների արդյունքի վրա մեծապես կազդեն ոչ թե ընտրողների նախընտրությունները, այլ երկու գլխավոր կուսակցությունների եւ մնացած բոլոր ուժերի քարոզարշավի ծախսերի հսկայական անհավասարությունը։ Հիմա անցնենք այս ընտրություններում օտար երկրների ծախսերին։ Ռուսական լրատվամիջոցները հաղորդում էին, որ Ռուսաստանը պատրաստվում է ավելի քան 100 միլիոն դոլար ծախսել, փորձելով ազդել Հայաստանում իրավիճակի վրա։ Ակնհայտ է, որ խոսքն ընտրությունների մասին է, եւ ակնհայտորեն դա նախատեսված է այս կառավարությունից ազատվելու համար։ Բայց իրականում դրանից շատ ավելին ստացվում է Եվրոպական միությունից, որը մեծ գումարներ է ծախսում եւ մի ամբողջ ենթակառուցվածք ունի այստեղ։ Իրականում մի քանի ամիս առաջ Բրյուսելում տեղի է ունեցել մի հանդիպում, որին մասնակցում էին Հայաստանի ՀԿ-ների բազմաթիվ ղեկավարներ եւ գործող կառավարության ներկայացուցիչներ։ Եվ այդ բոլոր ՀԿ-ներին ըստ էության ասվել է, որ գնան եւ աշխատեն այս կառավարության վերընտրվելու օգտին։ Հիմա անցնենք տարբեր քարոզարշավների հաղորդակցության միմյանց հակասող ոճերին։ Ունենք որոշ ուժեր, որոնք իրենց քարոզարշավում իրականում կոնկրետ խնդիրներ են առաջ քաշում։ Սամվել Կարապետյանի եւ Արման Թաթոյանի կուսակցությունները մամուլի երկար ասուլիսներ անցկացրին իրենց առաջարկած ռազմական բարեփոխումների վերաբերյալ։ Այնուհետև կան ուժեր, ինչպիսիք են Հայկ Մարությանի ուժը եւ բոլորին դեմ եմ կուսակցությունը, որոնք սոցիալական մեդիան եւ հումորն են օգտագործում իրենց ուղերձը տարածելու համար։ Դժբախտաբար ընտրություններին մասնակցող այս 4 կամ 5 ուժերից բացի, մյուս կուսակցությունների մեծ մասն իրականում որևէ հատուկ օրակարգ չունի կամ կոնկրետ հարցի վերաբերյալ ոչինչ չի առաջարկում ընտրողներին։ Այս դեպքում ես ուզում եմ հատկապես կենտրոնանալ իշխող կուսակցության քարոզարշավի մեթոդների վրա, որոնք անկեղծ ասած բավականին զարգացած են եւ խելամիտ։ Գիտեմ, որ շատերը ծիծաղում են, երբ տեսնում են տեսանյութերը, թե ինչպես են վարչապետը եւ նրա թիմը ապարում ավտոբուսում քարոզարշավի ընթացքում, կամ որ ամերիկացի рэփերներին վճարում
խանգարում են վարչապետի տեսանյութերը վերահրապարակելու համար կամ որ նրանք ամենուր գնալիս երկու ձեռքով սրտիկ են անում, ինչպես նաև վարչապետի ակնհայտորեն շատ աղմկոտ ամուսնալուծությունը եւ այն, որ մի քանի շաբաթ անց նա միացավ կնոջը։ Բայց իրականում սա մեծ ազդեցություն է ունենում եւ մյուսներին էապես զրկում է ուշադրություն գրավելու հնարավորությունից։ Եթե դուք ունեք բարեփոխումների որևէ կոնկրետ օրակարգ կամ քաղաքականության որևէ դրույթ, որը ցանկանում եք ներկայացնել, այն կորում է տեղեկատվական այս մշուշում, որը նրանք ստեղծում են այն պատճառով, որ խոսում են շատ բաների մասին, որոնք անկեղծ ասած կարևոր չեն։ Քաղաքագիտության մեջ կա մի շատ ժամանակակից հասկացություն, որը կոչվում է շրջված տոտալիտարիզմ։ Այն առաջ է քաշել ամերիկացի քաղաքագետ Շելդոն Ուոլինը։ Այն, ինչ մենք իրականում տեսնում ենք հիմա, դրա կատարյալ օրինակն է։ Եթե ավանդական տոտալիտար համակարգերի դեպքում պետությունն իրականում մոբիլիզացնում է բնակչությանը իր օրակարգին ծառայեցնելու համար, ապա շրջված տոտալիտարիզմի դեպքում համակարգը բնութագրվում է քաղաքական անտարբերությամբ եւ քաղաքացիական դեմոբիլիզացիայով։ Խրախուսվում է, որ քաղաքացիները լինեն անտարբեր, կտրված իրականությունից կամ նրանց գործողությունները պայմանավորված են վախով, իսկ քաղաքական գործընթացներում ակտիվ ներգրավվածությանը փոխարինում է խորհրդանշական հայրենասիրությունը։ Եթե ուզում եք հասկանալ, թե սա իրականում ինչ է նշանակում հենց Հայաստանում անցկացվելիք ընտրությունների համատեքստում, ապա պետք է նշեմ, որ մեր քաղաքականության տրիվիալացումն իրականում քաղաքական ժողովրդագրական շատ կոնկրետ նպատակի է ծառայում։ Վարչապետն ամենավատ ձևով է վարվում լավ կրթություն, բարձր եկամուտ ունեցող եւ տեղեկացված քաղաքացիների հետ։ Եվ այս մարդկանց քաղաքական գործընթացից դուրս մղելու որևէ պաշտոնի նրանց առաջադրվելը, այլ թեկնածուներին աջակցելը կամ նույնիսկ քվեարկելը կանխելու լավագույն միջոցը քաղաքականություն լիակատար ֆարսի վերածելն է։ Ակնհայտորեն սա չի նշանակում, որ այս կառավարության օգտին չեն քվեարկում լավ կրթություն կամ բարձր տեղեկացվածություն ունեցող ընտրողներ, բայց քաղաքականությունը անհատների մասին չէ։ Այն համակարգերի տվյալները հասկանալու եւ քո քարոզարշավի համար առավել նպաստավոր մասնակցության մոդելների ստեղծման մասին է։ Հիմա անցնենք Ռուբեն Վարդանյանի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին ուղղված նամակին։ Եկեք լսենք նրա նամակը։ Եթե Ադրբեջանի բանտերում գտնվող հայ քաղաքացիների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության օմբուդսմենի մանդատի մեջ չի մտնում, ապա ում մանդատն է սա։ Մեր երկրում ով է պատասխանատու այս հարցի համար։ Երբ է նշանակվել այդ անձը։ Ինչու դրա մասին ոչ ոք չգիտի, ոչ բանտարկյալների ընտանիքները, ոչ հասարակությունը։ Կան մարդիկ, որոնք Բաքվի բանտերում պահվում են արդեն 6 տարի։ Այս ընթացքում Հայաստանի կառավարությունը այդպես էլ չկարողացավ նրանց հետ կայուն եւ հասկանալի կապի մեխանիզմ կազմակերպել։ Ոչ երրորդ կողմի, Բաքվում այլ պետությունների դեսպանատների, ոչ միջազգային կազմակերպությունների միջոցով։ Ինչու։ Ինչպես է ստացվում, որ Հայաստանի ներկայացուցիչները կարող են Ադրբեջան մեկնել առևտրային, տնտեսական եւ այլ հարցեր քննարկելու նպատակով, բայց չեն կարողանում կազմակերպել այց հայ գերիների կյանքի, առողջության եւ իրավական կարգավիճակի հարցերով։ Արդյոք մարդկանց ճակատագիրը առևտրային բանակցություններից առավել կարևոր չէ։ Ինչու մինչ օրս բանտարկյալներին անհրաժեշտ իրերը փոխանցելու նորմալ մեխանիզմ կազմակերպված չէ։ Մի շարք անձինք արդեն ավելի քան 1 տարի ոչինչ չեն ստանում։ Շատերը նորմալ հագուստ չունեն։ Հնարավորություն չկա ստանալ այն, ինչ իրականում անհրաժեշտ է, հաշվի առնելով նրանց տարիքը, առողջական վիճակը եւ պահման կենցաղային պայմանները։ Այստեղ պահվողների շարքում կան 70 տարեկանից բարձր, առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ։ Վարչապետը տեղյակ է սրա մասին։ Ով է անձամբ պատասխանատու այս գործընթացի կազմակերպման համար։ Որն է սահմանված ընթացակարգը։ Ինչու այն չի պահպանվում։ Դուք չեք ամաչում։ Ամոթ չէ ստանալ խաղաղության մրցանակ, խաղաղության մասին խոսել եւ ծափահարություններ ընդունել, երբ Հայաստանի քաղաքացիները շարունակում են Բաքվի բանտերում մնալ, առանց պատշաճ պաշտպանության, առանց սեփական պետության կողմից համակարգային աջակցության, օգնության ու վերահսկողության։ Հայտարարեք պատասխանատու անձին, հրապարակեք աշխատանքի մեխանիզմը, բացատրեք վերջին 6 տարիների ընթացքում ինչ է արվել, կամ էլ ազնվորեն խոստովանեք, որ այդպիսի պատասխանատու գոյություն չունի եւ գերիների իրենց պետությունից օգնություն ակնկալելը անիմաստ է։ Այս դեպքում ես ինձ թույլ կտամ պատասխանել պարոն Վարդանյանի հարցին, թե արդյոք նրանք ամոթ ունեն, եւ պատասխանը միանշանակ է՝ ոչ, քանզի ամոթ ունենալու համար իրականում որոշակի ինքնահարգանք է անհրաժեշտ։ Սակայն շատ առումներով պարոն Վարդանյանն իրականում տալիս է գլխավոր հարցը. մենք գին ենք սահմանում, թե իրականում հայկական պետությունն է գին սահմանում հայի կյանքի համար։ Դրա պատասխանը նույնպես միանշանակ ոչ է, քանի որ մենք ունենք մի պետություն,
որը պատրաստ չէ դատական հետապնդում իրականացնել այն գործերով, որոնք վերաբերում են հայ ռազմագերիների բռնաբարությանը, սպանությանը եւ խեղմանը Հայաստան 2022-ին ադրբեջանական զինուժի ներխուժման ժամանակ։ Ակնհայտ է, որ այն պետությունը, որ պատրաստ չէ պաշտպանել իր սեփական զինվորների իրավունքները, հոգ չի տանելու Բաքվի զնդաններում պահվող 19 հայ գերիների մասին։ Գիտեք, ամեն անգամ, երբ խոսում եմ գերիների հարցի մասին, բազմաթիվ նամակներ եմ ստանում այն մասին, որ այդ մարդիկ ռուսական գործակալներ են։ Շատերն էլ անձնական դժգոհություն են հայտնում Բաքվում պահվող այս կամ այն անձի նկատմամբ։ Թույլ տվեք շատ հստակ ասել, որ այս անհատներից որևէ մեկի պատմությունը կամ անձնական որակները բացարձակապես կարևոր չեն։ Իրականում դրանք լրիվ անտեղի են։ Եվ եթե դա չեք հասկանում, ապա ձեզ փրկելն անհնար է։ Ամփոփելով պետք է ասեմ հետևյալը. գիտեք, մենք որպես դարեր ապրած ժողովուրդ եւ որպես պետություն, որը գոյություն ունի վերջին 35 տարիներին, երբեք գին չենք սահմանել մեր ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների համար, ոչ որպես կոլեկտիվ, ոչ էլ որպես անհատ։ Կամ մենք փոխում ենք սա, կամ պետք է ակնկալենք, որ դա կարող է կրկնվել։ Շնորհակալություն հաղորդումը դիտելու համար։ Արցախը այո Yes, Artsakh is Armenia. It is land of Armenians because always 80+% of the people, of the population there, տոկոսը եղել են have been հայեր Armenians. եւ այսօր էլ And այդպես today that is the case. եւ ինչ խնդրեմ կա սրա So what is the problem with it? And Azerbaijan wants Armenians not to live there. And that is why, with the help of terrorists, it is attacking Nagorno-Karabakh today. եւ ինչ է որևէ մեկը առաջարկում